Ներեցեք ասեք ինչ պահանջով եք այստեղ հավաքվել, ինչ ակնկալիքներ ունեք։ Դե պահանջը հիմնական կապված է տոկոսների հետ, որը շատ բարձր է։ Տոկոսների մասին է խոսքը թվերական։ Դե турքերի մասին է խոսքը։ Yandex-ը ունի առանձին турքեր, որոնք վճարվում են ամեն պատվերից, տաքսոպար գումարած պետության турքերը։ Հիմա դրանք բավականին օրվա վերջում, որ ամփոփում է ընդհանուր գումարը, բավական մեծ թիվ է կազմում։ Հիմա մեր նայեք, խնդիրը շատ է Yandex-ում on-line։ Ես կոնկրետ աշխատում եմ on-line տաքսի հարթակ, Yandex ծառայություն եմ աշխատում, ծառայություն եմ մատուցում, խնդիրները շատ են։ Ուղղակի առաջնային կա խնդիր, կա երկրորդական խնդիր։ Հիմա խնդիրներից առաջնային այն է, որ տոկոսները շատ բարձր են, պետք է նվազեցվի եւ մենք турք հարկ վճարելով, գտնվելով հարկային դաշտում, ոչ մի առավելություն չունենք։ Չենք օգտվում պետական ոչ մի ծառայությունից եւ արտոնություններից չենք օգտվում։ Բանկերը մեզ գումար չեն հատկացնում, որովհետեւ այս պահին, այո, վարորդներ կա, որ հիմնական իրանց աշխատանքն է, վարորդներ կա, որ երկրորդական աշխատանքն է։ Հիմա մենք ցանկանում ենք բոլոր վարորդները, որպեսզի ստաժ համարվի, որովհետեւ մենք պետական բյուջե փող ենք, գումար ենք վճարում ամեն պատվերից։ Եվ ունենանք արտոնություններ, ոնց որ մյուս աշխատողները գրանցված։ Առայժմ այդ պահանջները այստեղ միայն Yandex ծառայությունից օգտվող վարորդներ։ Չեմ կարող ասել, կարող է մյուս on-line հարթակի աշխատակիցները լինեն, բայց Yandex-ի աշխատակիցները ավելի շատ են, էլի։ Ստորագրահավաք եք պատրաստվում իրականացնել, ինչ ստորագրահավաք է, ինչ բովանդակությամբ հաստատվել։ Բովանդակությունը այն էր, որ ներկայացրեցի հիմնական, որ պահանջում ենք երկրի ղեկավար պարոն Փաշինյանից, որ մի հատ վերանայի այս մեր բողոքը, մեր առաջարկը։ Իսկ ինչ սպասելիքներ ունեք ձեր պահանջին ընդունելուն։ Չեն կարող ասենք, միջև չլինի, չեն կարող ասենք, ասենց հույսեր կա։ Եթե չարձագանքեն ձեր ստորագրը։ Արդեն կտեսնենք ինչ կարելի անել, հաջորդ քայլերը կտեսնենք ինչ կարելի անել։ Հիմա այս պահին ոչինչ պլանավորած չունենք, որովհետև հույսեր ունենք, որպեսզի այս մեր պահանջը, մեր առաջարկը կատարվի, կվերանայվի, որովհետև արդար պահանջ է, էլի։ Մենք մեր քրտինքով գումար ենք աշխատում, հարկերից չենք խուսափում, մուծում ենք հարկերը, բայց չունենք ոչ մի առավելություն, չունենք ոչ մի արտոնություն։ Իսկ փորձել եք զրուցել ձեր ծառայություններ մատուցող ընկերության հետ, հարցը լուծել, ու այս դեպքում Yandex-ի հետ ու որևէ խնդրի լուծման շուրջ բանակցություններ։ Տեսեք, Yandex-ի հետ զրուցել, պայմանավորվել, տենց հասկացողություն չկա, որովհետև Yandex-ին, եթե ինչ-որ մի հարց ենք դիմում, դա միայն գրավոր աջակցության միջոցով։ Հիմնական պատասխանում են չաթ-բոտերը, արհեստական բանականությունը պատասխանում, բայց կա նաև մարդկային գործոն։ Իսկ այն հարցերը, որը որ չի կարող արհեստական բանականությունը պատասխանում է արդեն օպերատորները, որոնք իմ կարծիքով մարդիկ են։ Ղեկավարության մենք չենք ճանաչում, մեզ անհասանելի է ղեկավարությունը միայն գրավոր բանով, հաղորդագրության միջոցով, որն էր որ հիմնական նույն անգիրարած պատասխաններն է հնչում մեր հարցերի կամ խնդիրների դեպքում։ Կարող եմ մեջբերում անել այդ կոնկրետ հարց ու պատասխանը վերաբերյալ, որ ասում է պետքա գրեք հարցը։ Ռոբոտի հետ ենք խոսում։ Ես հիմա հեռախոսը ձեռս բռնել եմ, կարող եմ ցույց տալ այդ որ ասում են գրեք մեզի։ Գրում ենք, մենք իրան հարցը գրում ենք Պողոսի մասին, մեզի Պետրոսի մասին պատասխան է գալիս։ Բացարձակ չի համապատասխանում իրանց պատասխանները մեր հարցերին։ Եվ շատ անգամ մենք կանգնում ենք պրոբլեմի առաջ։ Իսկ երբ որ կապնվում ենք հեռախոսով օպերատորի հետ, օպերատորն ասում է մենք իրավասու չենք այդ հարցերով, գրավոր գրեք, ձեզի կպատասխանեն։ Չեն ասում, ես դա մինչև անգամ փորձել եմ հասկանալ, թե իրանց գրասենյակը որտեղ ես գնամ, որ ինչ-որ մարդու հետ կոնկրետ խոսամ ու ներկայացնեմ իմ հարցերը։ Բացարձակ չկա, մենք չգիտենք, մենք իրավասու չենք այդ ինֆորմացիան տրամադրելու։ Ես ոնց հասկանում եմ, Yandex-ը ինքը ստեղ Հայաստանում աշխատում է, բայց մեր համար ինքը օֆիս չունի։ Եք Yandex-ի։ Այո, ես էլ եմ Yandex-ի վարորդ։
ու շատ ճիշտ ասեց երիտասարդը, որ իրոք այդ տոկոսները մեզի խեղդում են, սպանում են։ Տոկոսները շատ բարձր է։ Ես մեկու մեջ աշխատել եմ, դուրս եմ եկել, հիմա արդեն այսքան ամիսը աշխատում եմ նորից։ Եվս հիմնական աշխատանք։ Այս պահին այո։ Գիտեք ոնց մի հատ ավելացում անեմ, ուրեմն Yandex-ի ծառայության մեջ իր պայմանները, իր կանոնակարգը շատ անկախատեսելի է, ոչ մեկ չգիտի վաղը ինչ օրենքներ կմշակեն, որովհետև իրանք մեծ թվով աշխատում են։ Աշխատանքային պայմանագիր չունեք։ Ունենք, բոլորը on-line է, բայց մենք ասեք չգիտենք վաղը ինչ կլինի, որովհետև անդադ փոփոխության է ենթարկվում իրանք, ունեն իրանք ներքին կանոնակարգը, որը մենք հետևում ենք, պահպանում ենք այդ կանոնակարգը, բայց իրանք հաճախակի փոփոխության են ենթարկում այդ օրենքները, կանոնակարգը։ Հիմա կարող է մի շաբաթից իրանք թազա օրենք անեն, որ турքերը ավելանալու է, կամ չգիտեմ, մեքենաների տարեթիվը փոխվում է, կամ ծառայության ձևը փոխվում է, դա ոչ մեկ չի կարող ասի։ Անկանխատեսել է։ Իսկ Yandex-ի հետ կոնկրետ կապ հաստատել դա անհասանելի կառույց է ինքը, Հայաստանում չունի գրանցված գրասենյակ, կամ չկա ֆիզիկական անձ չկա, որի միջոցով կարելի է խնդիր լուծել։ Դա կենտրոնը Մոսկվայում է, ինչքան գիտեմ, միայն on-line են կարող շփվենք իրանց հետ, դնել, ինչպես ասեց գործընկերը, ռոբոտացված տարբերակ է, chatbot։ Գրում ենք, դեպքեր ա լինում, որ հարց գրում ենք, մենք խոսքի ուրիշ բան են գրում, ուրիշ բան են պատասխանում։ Երբ որ գրում ենք նորից մենք ձեզ ուրիշ հարց ենք տվել, ասում են ներողություն, մենք սխալվեցինք այդտեղ։ Արդեն զգացինք, որ արհեստական բանականություն Խնդիրներ լինում շատ եք։ Շատ, խնդիրները շատ են, շատ։ Ուղղակի խնդիրներ կա, որ չի անհանգստացնում, մանրուքներ է, կարող ենք շտկենք, բայց խնդիրներ կա իրոք, որ շատ անհանգստանալու տեղ է տալի ու մեր գործելավոճին, մեր որակին, աշխատելու որակի վրա ազդում է։ Գործընկերները նշում են, որ իրենք գրանցված աշխատող չեն համարվում եւ օրինակ առողջապահության ապահովագրության այս համակարգից չեն կարողանում օգտվել։ Այո, այդպես է։ Մենք հարկային դաշտում ենք։ Ունենք հարկային կոդ, ունենք ՀՎՀ, մենք պետությանը ամեն պատվերից on-line, որ բացում ենք edge-ը, նշված է, որ այսքան գումար գնաց Yandex-ին, այսքան գումար տաքսոպարկին եւ այսքան գումար գնաց պետության турքերը։ Այսինքն մենք ունենք ՀՎՀ, հարկային դաշտ ենք մտել, բայց չունենք ոչ մի առավելություն չունենք։ Մեզ պետք է որ մեր պահանջը բավարարվի, հասնենք մեր ուզածին, էլի։ Շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, լսեցիք տաքսի